19-ամյա հայ ֆուտբոլիստ Ավենտիս Ավենտիսյանը նորամուտն է նշել Նիդերլանդների Էրեդիվիզիայում։ Հեղինակավորը առաջնության ընթացիկ մրցաշրջանի նախավերջին տուրում Իգլսը սեփական հարկի տակ ընդունել է Ֆեյենորդին և պարտվել 0-1 հաշվով։ Իգլսի կազմում 88-րդ րոպեին խաղադաշտ է մտել հայ երիտասարդ ֆուտբոլիստը։ Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան։ Հայաստանի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը հատուկ միջոցառման ընթացքում ստացել է պատվավոր մրցանակը։ Հենրիխ Մխիթարյանը կարող է վազ թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի Ֆեյենորդի դեմ հանդիպումը։ Նա ապաքինվում է աջ ազդրի մկանային վնասվածքից։ Գեղամ Կադիմյանը կարող է դառնալ Նեմանի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։ Սարգիս Ադամյանն ու թիմակիցները կարող են վաղը դառնալ Բելգիայի չեմպիոն, եթե չեմպիոնական ռաունդի նախավերջին տուրում հաղթանակյացնեն Անտվերպենի նկատմամբ։ Վարազդատ Հարոյանը միացել է Կադիսի ընդհանուր խմբի մարզումներին։ Դիեգո Ռոսի Մարաշկյանը կրկին հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։ Նարեկ Գրիգորյանը հերթական խաղում անընդմեջ մնացել է Յագելոնիայի պահեստայինների նստարանին, այս անգամ չմասնակցելով Վարշավայի Լեգիայի դեմ խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով։ Ռոման ներկայացել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Լուկաս Սելարայանի կրտսեր եղբայր Գաստոն Սելարայանը միացել է Արգենտինայի պատանեկան հավաքականին։ Դոխոյանը և Կովալենկո մասնակցել են Կռիլյա Սովետովի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Արտյոմ Սիմոնյանը կարող է դառնալ Վոլգարի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականի կմիանա Վահան Բիչախչյանը մասնակցելու ազգերի լիգայի հունիսին կայանալիք 4 հանդիպմանը, տեղեկացնում է Պոգոնի մամուլի ծառայությունը։ Միացեք Ֆուտբոլ TV Telegram-ի և Facebook-ի ալիքներին։